Ողջույն։ Ի տարբերություն 1-2 տարի առաջվա իրավիճակի, այսօր այս կառավարության տված ու չկատարած խոստումների մասին խոսում է մեզանից ավելի շատ ժողովուրդը։ Ամենուր, ում միկրոֆոնը դեմ ես տալիս, խոսում է այդ մասին։ Ցանկացած իրավիճակում խնդրի բախվելիս ժողովուրդը հիշում է իրեն տված ու չկատարած խոստումները, որովհետև սրանք խոստումներ են տվել բոլորին ու ամեն ինչի հետ կապված։ Վերջերս արդարացում է գտել, ասում է, մեզ ասում են խոստացել եք չեք արել, բա որ տասնյակ բաներ էլ չենք խոստացել, բայց արել ենք, բա դրանից ինչի ոչ մեկ չի խոսում։ Ով չի խոսում, ով ասած չեն խոսում, բա մեռանք խոսալով, հայտարարելով, որ դու ինչ խոստացել ես չես արել, ավելին, հակառակն ես արել, ինչը արել ես, դրանց մասին խոստում չի եղել։ Իհարկե շատ պետք է ցանկանայինք, որ նա ինչ չէր խոստացել չկատարել, այլ կատարել ինչ խոստացել էր, որովհետև խոստումները եթե կատարել, այլ որակի երկրում կապրեինք, բայց այսպիսի ծանր իրավիճակում ենք, քանի որ նա կատարել է հենց այն, ինչ չի խոստացել։ Իր հետ համաձայն եմ, որ լիքը բաներ արել է, որի մասին չէր խոստացել։ Օրինակ, եթե խոստանար Արցախը հանձնել, ինչ կլիներ նրա հետ։ Նման բան չխոստացավ, հակառակ տրամաբանությամբ էր ելույթներ ունենում, ուրիշներին անվանում հող հանձնողներ, բայց հանձնեց։ Չի խոստացել, որ բանակը չի զինելու, չի խոստացել, որ գյուղեր կհանձնի, չի խոստացել, որ տրանսպորտը կթանկացնի, գույքահարկն էլ հետը։ Այո, այդպիսի խոստումներ չի տվել, բայց արել է, ճիշտ է ասում։ Չեք գտնի այդպիսի ելույթ, որ խոստանա թոշակը չբարձրացնել։ Ոչ, հակառակն է խոստացել, բայց ոչ միայն չի բարձրացնում, այլ ասում է, որ բարձրացնեմ, մեծ մարդիկ են, չեն իմանա ինչի վրա ծախսեն։ Ասում է, ինչու չեք ասում, որ լիքը բաներ չեմ խոստացել, բայց արել եմ։ Այո, խոսում ենք։ Չես խոստացել, որ 5000 զոհ ես տալու, 10000-ից ավելին դարձնելու ես հաշմանդամ։ Նաև չես խոստացել, որ թիմով դառնալու եք միլիոնատեր։ Այո, չես ասել, որ պարտքը հասցնելու ես 14 միլիարդ դոլարի, ընդհակառակը ասել ես պետք է այլևս պարտ չվերցնենք։ Ես չեմ հիշում նման ելույթ, որ խոստացած լինես մարդկանց նոր տուգանքների տակ մտցնել, ընդհակառակ ասել ես ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, կգանք, սաղ կջրենք։ Ապրես, մալադեց, ինձ չես խոստացել, արել ես։ Չես խոստացել, որ մեր երկրում քորոք ամեն երրորդը աղքատ է ապրելու։ Բերեմ վերջին օրինակը, որը ամենակննարկվող թեմաներից է ու էլի չի խոստացել, բայց արել է, խանութ փակելը։ Դուք խոստացել եք, որ գործարարներին ճնշելու եք, հեծ եք խլելու, բիզնես եք փակելու, Սաշիկի 50-50-ները շահարկելով եկաք իշխանության, քանի բիզնեսից եք փայ մտել, 30-ից մինչև 90%, որոշ դեպքերում էր լրիվ խլել եք 100%-ը։ Խոստացել է, որ բիզնեսն ազատ է լինելու, չի խոստացել, որ ընկնելու է ամեն խանութի հետևից, ու ոչ թե բացելու, այլ փակելու համար։ Կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում նա եւս մեկ չլսված բան արեց։ Ինչ որ խանութից դժգոհ էր, որտեղ ապրանքի արժեքը կանխիկով այլ գինե, անկանխիկով ավելի թանկ, ու հրահանգ տվեց Պեկ նախագահին. ձևը գտեք, փակեք այդ խանութը, ին վրա են վերցնում անձնական պատասխանատվությունը։ Ասում է փակեք ու հենց ասեմ նոր բացեք։ Մեր երկրում երկրի վարչապետն է հրամայում յուրաքանչյուր խանութի աշխատել-չաշխատելը։ Երբ նայում ես կառավարության նիստում իր ու մյուսների պահվածքը, առաջին տպավորությունը այն է, որ կառավարության նիստի փոխարեն մի լրիվ այլ բան ես ականատես։ Փաշինյանը որոշում է գույքի վրա արգելանք կիրառել։ Դա քննիչի գործն է։ Արգելանք դնելը դատարանի գործն է, բայց դա էլ է Փաշինյանն անում։ Հսկողությունն իրականացնում է դատախազը, բայց Փաշինյանն է ասում. ես կգնամ ու ամեն օր կնայեմ հո չեք բացել։ Նաև իհարկե կատարում է օպերատիվ աշխատանք, որն էլ իր գործը չէ դարձյալ։ Հիմա մենք տեսնում ենք, որ մեկ պաշտոնյան անում է այդ ամենը։ Բայց այդ դեպքում կհարցնեք, ինչ ենք մենք պահում ամբողջ դատախազական քննչական դատական համակարգ, եթե Փաշինյանն է այդ սաղանում։ Լավ չի, ազատեք դրանց ու խնայողությունների հաշվին մի հատ բարի գործ անեք, օրինակ թոշակը բարձրացնեք մի 30,000 դրամով։ Հնժողջան, վատ առաջարկ է։ Եթե պետական պաշտոնյան, պետական կառույցը անցնում է իր իրավասությունների սահմանը կամ իր լիազորությունների շրջանակներում կատարում է ապօրինի արարք, անօրինական որոշում, քաղաքացու իրավունքների խախտում, հանրային միջոցների չարաշահում, դա լիազորությունների չարաշահում է, վերազանցում։
Դա բերում է պետական ինստիտուտների հեղինակության, դրանց նկատմամբ հանրային վստահության կորստի եւ նաեւ այդ պաշտոնյայի հեռացման պատճառ է։ Իհարկե, դա այդպես է նորմալ երկրում։ Երբ կա վերահսկող, կա հակակոռուպցիոն անկախ մարմին, այդ ժամանակ Նիկոլի դեմ վարույթ կնախաձեռնվեր։ Հիմա դա չկա, իր արարքը ավելանալու է այն քրգործերի տրցակին, որ իր դեմ հարուցվելու է պաշտոնանկությունից հետո։ Նո անկեղծ ասած, մի տեսակ խնդալու է, որ մարդուն, որ ասենք Ղարաբաղ է հանձնել, գնաս ասես գիտես, դու ապօրինի խանութ ես փակել տվել։ Ինքը ասում է, ձևը գտեք, փակեք։ Գլուխ գլխի են տալիս, ձևը գտնում են ու փակում։ Իբր դե սա ուրիշ գործով ենք փակել։ Տպավորություն սան է, որ սա ամեն մեկի ու ամեն ինչի վրա նախապես քրգործ ունի հարուցած։ Ու հենց Նիկոլն ասում է բռնեք, այս կառույցները կատարում են այդ հրահանգը, բայց հիմնավորում են, որ չէ, Նիկոլի ասած կապ չունի, այս ինչ թվին, այս ինչ քրեական գործը կար։ Պատկերացրեք ներդրող, որ ուզում է գալ Հայաստանում խանութ բացել օրինակ, հանկարծ աչքով ընկնում է երկրում վարչապետ աշխատողի հիստերիկ շարժումներով ելույթը, թե այդ խանութը կփակեք, հենց ասեմ նոր կբացեք, ինչ որոշում կայացնի այդ ներդրողը։ Ու իհարկե այդ խանութը փակելուց առաջ վստահաբար տեսած կլինի նաև ուրիշ բիզնեսները խլելու ելույթները։ Երբ Նիկոլն ասում է փակեք խանութը ու գնում փակում են, նշանակում է նաև ինքը կոռուպցիոն կապի մեջ է այդ հիմնարկների հետ։ Կարճ ասած, այս ամբողջ խանութ փակելու շոուի մեջ ես բանալի բառերից մեկը համարում եմ ձևը գտեք, փակեք արտահայտությունը։ Երբ մեր երկրում մի բան է լինում վատ, ուրեմն իմացեք, որ ընդամենը ձևը գտել են այդպես անելու։ Երեք Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը։ Ձևը գտան բանտարկելու ապօրինի զենքի ինչ-որ հոդված ու բանտարկեցին։ Ձևը գտեք, նստացրեք, ձևը գտեք, հանձնեք եւ այլն։ Դա է կարողանում խանութ փակի, երկիր փակի, մարդկանց փակի, էդ է իր ձևը։ Երբ Սամվել Կարապետյանն ասում է մեր ձևով կմասնակցենք, դա նշանակում է ինչ-որ բիզնեսի բացում, աշխատատեղի բացում, ինչ-որ օգուտ տվող բանի բացում։ Երբ Նիկոլն է ասում իր ձևով, այ դա արդեն հակառակը ամեն ինչի փակումն է։ Այն ամենի փակումը, ինչը բացել են ուրիշները։